День Победы, как он был от нас далек, как в костре потухшем таял уголек. Были версты обгорелые в пыли, этот день мы приближали, как могли. Մայիսի 9 նախորյակին Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, փոխքաղաքապետ Արթուր Վարոսյանը, աշխատակազմի քարտուղար Անուշ Էվոյանը, քաղաքապետի խորհրդական Ռաֆիկ Միքայելյանը, վետերանների խորհրդի նախագահ Ռոբերտ Աղաբեկյանը եւ Մանեզ բարեգործական հիմնադրամի տնօրեն Ավետ Թամազյանը ծաղիկներ դրեցին քաղաքի տարածքում գտնվող մեծ հաղթանակին նվիրված բոլոր հուշարձաններին։ Այցելությունը սկսվեց հոսպիտալի զոհերի գերեզմանից, այնուհետև այցելություն եղավ Մադան թաղամաս, որտեղ գտնվում է ԽՍՀՄ հերոս Կոստանտին Խաջիևի արձանը։ Միջև այցելությունը քաղաքի բոլոր հուշարձանների տարածքները բարեկարգվել են ինչպես քաղաքի կոմունալ տնտեսության, այնպես էլ տարբեր հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցների օգնությամբ համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում։ Մեծ հայրենականի նվիրված քաղաքի վարչական տարածքում կան 6 հուշարձաններ, ի նշան հարգանքի բոլոր 6 հուշակոթողներին էլ դրվեցին ծաղիկներ։ Մեծ հաղթանակի տոնի նախորյակին որոշել ենք այցելություն անենք, ծաղիկներ դնենք, խոնարհվենք այն մարդկանց հիշատակի առջև, ովքեր փրկեցին մեզ եւ ամբողջ աշխարհը մեծագույն չարիքից, հաստատելով խաղաղություն, խաղաղ պայմաններում ապրելու, արարելու հնարավորություն սերունդների համար։ Եվ սա անհրաժեշտ է համարում առաջին հերթին մեր երիտասարդների սերունդների համար, որտեղ այնինչ արվել է այն դաժան օրեր այդ դաժան պայմաններում պատերազմելը այն ժամանակվա ամենահզոր ռազմական մեքենայի դեմ, իհարկե մեծ հերոսություն է պահանջել եւ հատկապես հայ ժողովուրդը իր մեծագույն ավանդն է դրել այդ հաղթանակին, տալով 300,000-ից ավելի զոհեր։ Թումանյանի շրջանում այսօրվա վիճակով ունենք 23 վետերան, որոնք մասնակցել են հայրենական պատերազմին։ Քաղաքում ունենք 4 հոգի, շրջանում ունենք 19 հոգի, որից մի 6 հոգին անկողնային են, տարիքն արդեն մեծ են։ Մայիսի 8-ին Ալավերդու քաղաքապետարանի նախաձեռնությամբ տնայցեր կազմակերպվեցին ինչպես հայրենական պատերազմի վետերաններին, այնպես էլ աշխատանքի վետերաններին։ Աշխատանքի ու թիկունքի վետերան Մարտուն Ազատյանը մեծ ներդրում է ունեցել մեր քաղաքի զարգացման գործում, հենց նրա բնակարանն էլ եղավ առաջին այցելությունը։ Պատերազմական տարիներին էլ այդ պատերազմից նոր դուրս եկած երկրում կարևոր մասնակցություն եք ունեցել մեր երկրի շենացմանը, մեր քաղաքի կառուցմանը ու մենք ամենուր ձեր աշխատանքի հետքերը քաղաքում տեսնում ենք եւ ուզում ենք նաեւ այս մայիսյան տոների արդիվ մեր երիտասարդներին էլ ցույց դնենք ձեր օրինակը, ձեր աշխատանքային օրինակելի կենսագրությունը, հարաբերս ձեր առողջ ապրելակերպը եւ նաեւ ձեզ ու ձեր ընտանիքին մեր հարգանքը մատուցենք։ Շնորհավորում եք տոների արդիվ, ձեզ առողջություն։ Ես իմ խորի շնորհակալությունը հայտնում եմ բոլորից, ցանկանում եմ ձեզ բոլորիդ էլ երջանկություն, երկար կյանք, առողջ կյանք, նույնիսկ մեր բոլոր վետերաններին, աշխատանքի վետերաններին, թե պատերազմի վետերաններին, որոնք կան հիմա, նրանց էլ երկանկյալ ու առողջություն։ Վերա Ալիխանյանն էլ 35 տարվա աշխատանքային փորձ ունի, նաև 5 երեխաների մայր է, հյուրերի անակնկալ այցելությունից հուզված է ու շնորհակալ հաճելի անակնկալի ու իրեն հիշելու համար։ Ուրախություններս այսքան տարվա բոլորը խառնվեց իրար ենքան մեծացան, իմ տարիքին հավասարվեցին։ Մեծ հայրենականի վետերան Գերասիմ Ղարագյոզյանը այսօր բազմաթիվ հյուրեր է ընդունել, վետերանին այցելել են դպրոցականներ ու հյուրեր։ Ալավերդու քաղաքապետի գլխավորությամբ հերթական հյուրերի այցը նրան եւս հուզել ու ոգևորել է։ Պատերազմ տեսած Գերասիմ պապը հյուրերի հետ կիսվում է իր հիշողություններով։ Ինչ ասեմ, ցավ աշխարհը հաղաղալի, ոչ մի տեղ պատերազմներ չունի։ Մենք էստեղ ենք, մենք գնացող նոր բանակը լավը դրա։ Իր ժամանակ անցկացնի ու սլամա դառնա հայրենիք։ Շնորհակալական ջերմ խոսքերից հետո հյուրերը վետերանին են հանձնում նաև դրամական պարգևներ, որոնք սահմանել են Ալավերդու քաղաքապետարանը, Մանեզ բարեգործական հիմնադրամը եւ ACP ընկերության արհմիությունը։
Մայիսի 9-ին նշվեց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-րդ եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերը։ Ինչպես ամեն տարի այս անգամ էլ մեծ հայրենականի հուշարձանի տարածքում են հավաքվել պաշտոնյաներ, հյուրեր, պատերազմի վետերաններ, Արցախյան պատերազմի մասնակիցներ ու պարզապես հալավերցիներ, ովքեր նշում են մայիսյան հաղթանակները։ Ցավոք սակայն վետերանների թիվը տարեցտարի պակասում է եւ մեծ հայրենականի հաղթանակի 70-րդ տարեդարձն Ալավերդում նշում են միայն 4 վետերաններ, որոնցից համաքաղաքային տոնախմբությանը ներկա են 3-ը։ Այդ ժամանակները անցավ գնաց, ես բան չհասկացա։ Այդ դժվար պայմաններում մենք անցկացրեցինք 18 տարեկան ես ֆրոնտումն էի, 18 տարեկան։ 42 թվականի հոկտեմբերին գնացինք ֆրոնտ։ Ու երկու անգամ վիրավորվել եմ։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 500,000 հայորդի, նրանցից 300,000-ը հերոսաբար ընկել է ռազմի դաշտում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմի դաշտ մեկնեցին 8848 թումանյանցիներ։ Խորհրդային միության ժողովուրդները, այդ թվում հայ ժողովուրդը, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում ամենանշանակալի մասնակցությունն է ունեցել հաղթանակի կերտման եւ ֆաշիզմի տապալման գործում։ Արյունահեղ պատերազմի դաշտերում կանոնավոր բանակի, պարտիզանական ջոկատների, դիմադրության շարժման շարքերում մեր զինվորները ցույց են տվել հերոսության եւ հայրենասիրության բացառիկ օրինակներ։ Այսօր ցավոք մենք ականատեսն ենք աշխարհի տարբեր անկյուններում էթնիկական զտումների, ազգային կամ կրոնական պատկանելության հողի վրա ժողովրդների բնաջնջման փորձերի կամ փաստերի։ Այդ փորձերից մեկը հայ ժողովուրդը կասեցրեց այս անգամ Արցախում, պաշտպանելով մեր արժանապատվությունը եւ աշխարհի ժողովրդների ընտանիքում ազատ եւ անկախ ապրելու մեր իրավունքը։ Այսօր գլուխ խոնարհելով հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հիշատակի առջև մեր հարգանքը հայտնելով աշխատանքի եւ պատերազմի վետերաններին բոլորս ավելի բարձր պետք է ասենք ոչ պատերազմին։ Այնպես է ստացվել, որ պատմականներուն շրջապատված լինելով մահմեդական երկրներով մենք միշտ զենք ենք վերցրել պաշտպանելու համար մեր հայրենիքը եւ մեր հավատքը։ Այդպես է եղել Ավարայրում, այդպես է եղել Սադարաբադում, մեծ հայրենականում եւ վերջապես դարավորան երազանքը տեսնելու ազատագրված Արցախը։ Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոների կապակցությամբ։ Մեր շարքերում մնացել են շատ քչերը։ Ամբողջ տարածաշրջանում միայն կենթանի վետերան մնաց 22 հոգի։ Իսկ այսօր մեր քաղաքում մեծ հետ մասնակից են այս միջոցառմանը ընդամենը 3 վետերան, իսկ մեկը Հարադյոսյանը ցավոք սրտի առողջության պատճառով չի կարողացել մասնակից լինի։ Փառք ու պատիվ մեր վետերաններին, մեր ազատամարտիկներին, նրանց կատարած խրագործությունները երբեք չեն մոռացվի։ Իհարկե եւ չեն մոռացվել, որովհետեւ այդ խրագործություններից երեսական դասերից օրինակ հաց մի երիտասարդ սերունդ, որը նույնպես հերոսացավ մեր արցախյան ազատամարտի ժամանակ։ Ելույթներից ու շնորհավորանքներից հետո քաղաքի մշակութային խմբերը հանդես եկան երկու պարով, ապահովելով տոնական տրամադրություն։ Վերջում ներկաներին նաև զինվորական ճաշ տրվեց։ Այս շաբաթ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը եղավ շինհրապարակներում տեղում ծանոթացավ կատարվող շինարարական աշխատանքներին։ Քաղաքապետի առաջին այցելությունը Ընգեսի զբոսայգի էր, որտեղ շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Քաղաքային զբոսայգու կառուցման աշխատանքները գտնում են եւ մեր եւ որ ամենակարևորն է հանրային ուշադրության կենտրոնում։ Բնական է, որ որպես շատ սպասված եւ մեր քաղաքի համար կարևոր ծրագիր հետևողական են, որպեսի եւ ժամկետները պահպանվեն ծրագրերով նախատեսված եւ աշխատանքների որակը համապատասխանի ներկայացվող պահանջներին, մշտապես այցելում խորհրդակցում ենք շինարարների հետ, շատ հարցեր են ծագում աշխատանքների ընթացքում, որ օպերատիվ լուծումներ են պահանջում։ Առայժմ եւ աշխատանքի տեմպերը եւ որակը
գոհացնում է։ Շինարարական աշխատանքներին զուգահեռ զբոսայգում կանաչապատման աշխատանքներ են իրականացվում։ Արդեն իսկ միջոցներ են հատկացվել խաղասարքերի ձեռքբերման համար։ Նախատեսվում է, որ ծրագիրն ամբողջությամբ ավարտված կլինի մինչև սեպտեմբերի 1-ը։ Քաղաքային զբոսայգին կառուցումից հետո կունենա նաև այգեպան, ով իրականացնելու է այգու խնամքը։ Այս աշխատանքները ենթադրում են, որպեսզի իր պահպանման ծախսեր են նախատեսվելու եւ աշխատողա լինելու այստեղ պահակ այգեպան, որպեսզի խնամի կանաչ գոտիները, ծառերը մշակի եւ առհասարակ այլ ծախսեր կարող է առաջանալ, որ արդեն համայնքային բյուջեում լրացուցիչ հոգս եւ ծախսեր ավելանալու են պահպանման համար։ Բավականին մեծ տարածք է, այդ արդեն շահագործման հանձնելու պահը, որ մոտենա, բնական է հաստիկացում փոփոխություն կկատարվի եւս մեկ հաստիկային միավոր կավելացնենք, որպեսզի այս տարածքը անմիջական ամենօրյա խնամքով զբաղվող աշխատակից ունենա։ Էնգելսի քաղաքային զբոսայգու հիմնանորոգման համար համայնքային բյուջեից հատկացվել է 62 միլիոն դրամ։ Շինարարական կազմակերպության ղեկավարը նշում է, որ արդեն ավարտական փուլում է շինարարությունը եւ հնարավոր կլինի տեղավորվել նախանշված ժամկետներում։ Հիմնականում ասֆալտապատման աշխատանքներն է, մեկ էլ սալիկապատման աշխատանքներ ունենք կատարելու, եթե այստեղ ֆինանսավորումը հիմնականում մեծամասամբ երրորդ եռամսյակա նախատեսված, եթե հնարավորություն ուներ երկրորդ եռամսյակ վճարելու, ֆինանսավորվելու, մենք որպես շինարար այստեղ ոչ մի դժվարություն, պրոբլեմ չենք տեսնում, որ մի ամս երկրորդ ամսա մեջ լրիվ այս շինարարական աշխատանքները ավարտենք։ Տիտանյան եղբայրներ շինարարական կազմակերպության աշխատակիցներն են իրականացնում նաև Էնգելսի սեփական առանձնատներ տանող ճանապարհի փլված հատվածի վերանորոգումը։ Այստեղ եւս եղավ քաղաքապետը եւ տեղում ծանոթացավ կատարվող աշխատանքներին։ Անձրևների հետևանքով առաջացած փլվածքը վերացնելու ուղղությամբ աշխատանքներ քաղաքապետարանի կողմից իրականացվեցին ժամանակին։ Շինարարական աշխատանքների համար շուրջ 1 միլիոն 600 հազար դրամ է հատկացվել։ Այս գումարում նախատեսված է նաև նախագծանախահաշվային աշխատանքները։ Շատ արագ օպերատիվ միջոցներ ձեռնարկեցինք եւ նախագծանախահաշվային աշխատանքները եւ ֆինանսական միջոցների հատկացում եւ շինարարական աշխատանքների սկիզբը։ Հիմա այս պահին աշխատանքներն ընթանում են, հետագա փլուզման վտանգը կանխվել է, թաղամասը թեկուզ այդ արդեն մնացած հատվածով կարողանում են մարդիկ օգտվել ճանապարհից, մի քանի օրվա հաշված օրերի ընթացքում ամբողջովին ավարտին կհասցվի կվերականգնվի նախկին տեսքը այդ հատվածում ավելի ամրացած ձևով։ Շինարարական աշխատանքներ համայնքային բյուջեի միջոցներով մեկնարկել է նաև Սանահին գյուղական թաղամասում։ Միկոյան եղբայրների թանգարանի ինքնաթիռի ծածկի վերանորոգման աշխատանքները եւս սկսված են։ Անհրաժեշտություն էր առաջացել ծածկը վերակառուցել, ամրացնել, որպեսզի ջրի հոսքը դադարի, որտեղ դա հետագայում սպառնալիք էր լինելու բետոնի զանգվածներ էին ընկնելու եւ հաշվի առնելով ծածկի կոնստրուկցիան, որ մի հենարան ունի, ու հետագա կոնստրուկտիվ դժվարություններ էր առաջանալու եւ ավելի բարդ վիճակում էինք հայտնելու։ Հիմա այս աշխատանքներով նաեւ կկանխարգելվի հետագա սպասվելիք վտանգները, կներկվի նաեւ ինքնաթիռը, միևնույն ժամանակ Volvision կազմակերպության հետ կա պայմանավորություն համատեղ ծրագիր անելու հենց բուն թանգարանի շենքի ներքին հարդարման, թանգարանային պայմաններին համահունչ լուսավորության համակարգ ունենալու, ստենդներ արդիականացնելու, ցուցանմուշներն ավելի լավ ներկայացնելու այցելուներին եւ այդ մեկը մյուսին կլերացնի այս աշխատանքները, մոտ ապագայում թանգարանը կունենա ավելի լավ տեսք, ավելի լավ կներկայանա այցելուներին։ Մասնակի բետոնացում անելու, հետո ֆոլգայզելով, ընդհանուր մակերեսը փակելու ենք։ Շինարարական աշխատանքները այստեղ նախատեսված է ավարտել մինչև հունիսի վերջ։ Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության ուրբան կայուն զարգացման եւ մանկական զարգացման հիմնադրամների, ինչպես նաեւ ամերիկյան Counterpart International կազմակերպության համագործակցության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորման իրագործվում է աջակցություն Հայաստանի Հանրապետության սոցիալական ոլորտի բարեփոխումներին հնգամյա ծրագիրը։ Նշված ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 29 համայնքներում եւ մայրաքաղաք Երևանում։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում սոցիալական պաշտպանության
քաղաքականության կատարելագործման, բարելավմանն ու կայունությանը, քաղաքացիների կարիքներին եւ խնդիրներին արդյունավետորեն արձագանքելու համար։ Հանրապետության մի շարք համայնքներում իրականացվում են քննարկումներ, այս ամենը հասարակությանը ներկայացնելու նպատակով։ Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը նշեց, որ Ալավերդին առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցության 10 տարվա փորձ ունի եւ կազմակերպության ընդհանրատեղ մի շարք ծրագրեր են իրականացվել։ Բավականին լավ հետքեր են մնացել համայնքում, ոչ միայն նյութական գեղարվեստի դպրոցի նորոգման տեսքով, մանկապարտեզներում շինարարական նորոգման աշխատանքների տեսքով, այլ որ շատ կարևոր է հենց կառավարման նոր մշակույթի ձևավորման աջակցության ձևով։ Ալավերդու քաղաքային թատրոնում այս շաբաթ կայացավ պրեմիերա ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում ռեժիսոր Հրաչյա Պապինյանը բեմադրել է Վահագն Դավթյանի Ռեքվիեմ պոեմը։ Ռեքվիեմի պրեմիերան անցավ Ալավերդու մշակույթի կենտրոնի Լև Լեցուն դահլիճում։ Ներկայացման մեջ ընդգրկված էր Ալավերդու քաղաքային թատրոնի դերասանական ողջ կազմը։ Բեմում հայ ժողովրդի հավաքական կերպարն է։ Սյուժեի հիմքում ցեղասպանություն ապրած մի կնոջ ու նրա դստեր կյանքի պատմությունն է։ Ազդեցիկ է թե ընտրված երաժշտությունը, թե դերասանական խաղը։ Ներկայացումը բեմադրվել է Ալավերդու քաղաքապետարանի աջակցությամբ։ Տեսնում եք այստեղ ավանդական թատրոնի տարրերը չկան, կերպարներ չկան, հերոսներ չկան, ծիծաղաշարժ, ծիծաղելու ինչ-որ հատվածներ չկան։ Այս իմաստով այս ներկայացման հանդիսատես ամեն տեղ չէ, որ կարող ենք գտնել։ Մյուս կողմից ինչու՞ չէ, նաև թեման այնպեսին է, որ յուրաքանչյուր հայի հոգուն, սրտին հարազատ է։ Այս շաբաթ Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում վարպետության դաս անցկացրեց Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը։ Վարպետության դասերն անց են կացվում երաժշտական եւ արվեստի դպրոցի բոլոր աշակերտների համար, հաշվետու համերգից առաջ սաների պատրաստվածությունը ստուգելու համար։ Սերգեյ Քեչեկը շատ հիշողություններ ունի կապված Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի հետ։ Այս դպրոց Սերգեյ Քեչեկը մուտք է գործել դեռևս իր ուսանողական տարիներին եւ մինչ օրս շարունակում է հետևել այստեղի սաների հաջողություններին, ասում է բոլոր երաժշտական մրցույթների ժամանակ, որտեղ ինքը ներկա է եղել, Ալավերդու սաները լավ են ներկայացել։ Դեռևս Կարպիզ նշանվիչի ժամանակվանից երբ որ տնօրեն է եղել, հաճախել է մայր դպրոց որպես կոնսուլտանտ։ Հիմա Ուրեմն այսօրվա գալու նպատակը անցկացնել վարպետության դաս, կազմակերպված է բոլոր դպրոցների համար, ժամեր աննշանակված, այսօր ամբողջ օրը պետք է պարապի։ Չկարողանալով գրանցել հարկերի հավաքագրման բարձր տոկոս, համայնքապետարանները ի վիճակի չեն լիարժեքորեն կատարել իրենց պարտականությունները։ Արդյունքում չվճարելով հարկերը, հարկատուները կորցնում են ավելի շատ։ Պատկերը կլինի հակառակը, եթե վճարեք գույքահարկը եւ հողի հարկը։ Վճարելով հարկերը, դուք տալիս եք ձեր երեխաներին հետաքրքիր եւ գունեղ մանկություն ունենալու հնարավորություն։